Խաչատուր Սուքիասյանի երազը։ Երջանկությունից թևավորված կառավարության շենքի աստիճաններով վերև է վազում։ Լսել է, որ վարչապետի աշխատակազմին կից Քյաբաբ առ Քյաբաբ խանութում ընդամենը 1900 դրամով հեծ են վաճառում։ Հեվի իրեն ներս է գցում։ Իզուր էլ շտապում էր, իրենից բացի այլ գնորդ չկա։ Երջանիկ ժպիտով 2000 դրամ է մեկնում քաչալ ու մորուքավոր վաճառողուհուն։ 100 դրամը փոխանցեմ կուտակային քարտին, սիրալիր ժպիտով հարցնում է սա։ Փոխանցիր իմ քայլը հիմնադրամին, սեփական առատաձեռնության վրա զարմացած հպարտորեն պատասխանում է ինքը ու իսկույն էլ փոշմանում, ախր դրանով էլ պիցցայանոցների ցանց կառներ։ Այդ պահին պիջակի գրպանից լսվում է «Հայեր ջան դուխով» երգը, բջջային է զանգում։ Մոտեցնում է ականջին, մի քանի վայրկյան լսում ու սփրթնում։ Պարզվում է, Ռուսաստանից եկող գողացված ադամանդների հետ կապված պրոբլեմ կա ու ինքը անձամբ պիտի գնա դրանց ետևից։ Պիտի պայմանավորված ժամին, պայմանավորված տեղում սայթաքի, վայր ընկնի, ասի «չորտ բաբիրի», բայց այն համբալի տղեն փողոցներն այնպես է ավիրել, որ ինքը ստիպված է նեղլիկ նրբանցքներով գնալ ու ահա որ ուշանում է։ Թարսի պես էլ նրբանցքներից մեկում կարճ շրջազգեստով ու վառ կարմիր շուրթերով մեկը կտրում է ճանապարհը, քաշում թևից ու անընդհատ կրկնում «Ցիգել այլյուլյու»։ Դիմագծերն էլ ահա որ հիշեցնում են Արամ Զավենիչին։ Ինքը հասկանում է, որ սա ուզում է $300 դիմաց մի ժամով իր հետ նախընտրական դաշինք կազմել ու մի կերպ գլուխն ազատում է։ Հասնում է պայմանավորված տեղը, սայթաքում, թրմփում գետնին ու մի քանի անգամ ասում «չորտ բաբիրի», բայց ոչ մեկը բանի տեղ չի դնում։ Ինչ որ բան գլխի ընկնելով, ինքը եւս մի անգամ է թրմփում ու ասում «Նիկոլ Պաբիրի»։ Միանգամից երկու հոգի «Օ, Նիկոլ Պաբիրի» ասելով ուրախ մոտենում են ու թևատակերից բռնած իջեցնում մոտակա խանութի նկուղը, վերնաշապիկի թևը քշտում, թևից հանում Մոնտե Կարլոյի Ֆիրդուսնոցից $3 գնված չինական Ռոլեքսը ու թևը գիպս դնում, մեջը թաքցնելով Ալրոսայից գողացված ադամանդները։ Պատկերը փոխվում է։ Նարկոզից հետո մի կերպ բացում է աչքերը ու զգում, որ երկու բժիշկներ կտրում են գիպսը։ Կամաց աչքերի մշուշը ցրվում է եւ ինքը սարսափով նկատում է, որ գլխավերևում Նիկոլն ու Աննան են վիրաբուժական խալաթներով։ Լավ էլի գոնե 30%-ը ինձ թողեք։ Նարկոզից չորացած շուրթերով փորձում է աղերսել ինքը, բայց ձայնը գրեթե դուրս չի գալիս։ Ես ճիշտ լսեցի, 30 արծաթ ուզում, քմծիծաղ է տալիս Աննան։ Ոչինչ, կփոխանցենք կուտակային քարտին, ահագին հավաքված կլինի, ծիծաղում է Նիկոլը։ Արթնանում է չորացած շուրթերով եւ աջ ձեռքը թմրած։